Համակարգը, որ փոխկապակցված են, մեկը մեկին ապահովում ընտրություններում հաղթել եւ նա կախված է նրանցից։ Եվ որ նա հանկարծ փորձի, ես չեմ ասում նա ուզում է թե ոչ, կա մի բան, ուզում է, բայց չի կարող, մյուսը ուզում է եւ կարող է։ Ես չգիտեմ նա ուզում է թե չի ուզում, բայց որ չի կարող դա հաստատել, որովհետեւ համակարգը այդպեսին է, որ իրենք փոխկապակցված են։ Եվ մի ուրիշ բան էլ ասեմ, այդ շատ հաճախ որ հնչում է այդ հարցը, որ արդյոք պարլամենտում այստեղ հարցը չեց, այդքան քննարկումները։ Դուք մի պատկերացրեք, որ պարլամենտական հանրապետությունը թույլ հանրապետություն է։ Պարլամենտական հանրապետությունը, որ ունի վարչապետ եւ ընտրված վարչապետ եւ իր թիմը, դա շատ ուժեղ կառավարություն է։ Եվ այն որ ասում է պատերազմական վիճակում եւ ես մի քանի օրինակ բերեմ։ 1980 թիվ Մալվինյան կղզիների համար պատերազմ։ Հզոր նախագահական բանով Արգենտինա, որի կողքն էին գտնում Մալվինյան կղզիները եւ վարչապետական կառավարմամբ սահմանադրական միապետություն է Մեծ Բրիտանիա, ով հաղթեց։ Իսրայելը, որը վարչապետական համակարգ է եւ շրջակապակը բոլորը ուժեղ նախագահական համակարգով արաբական երկրներ։ Եվրոպան ամենահզոր երկրներն են, պարլամենտական համակարգ։ Մի պատկերացրեք, որ պարլամենտական համակարգը թույլ համակարգ է եւ այնտեղ պարլամենտում ամեն հարց քննարկում է, ոչ, նա կարող է ընդունել նաեւ որոշումներ արտակարգ դրության մասին, վարչապետին տալով լիազորություններ, եթե պատերազմական ժամանակ է եւ հակառակը շատ մոբիլ որոշումներ կայացնող է, ոչ թե մեզ մոտ ոնց են նախարարությունները, ինքնուրույն որևէ քայլ չեն կարող անել, որովհետեւ հանկարծ նախագահին դուր չգա։ Ինքնուրույնություն չունեն, վեցեք հասարակ բան, վեցնեմ մի նախարարություն, ես հատուկ չեմ ուզում անձնավորել։ Էկոլոգիայի նախարարությունը կարող է որևէ ինքնուրույն որոշում կայացնել կամ մի բացասական եզրակացություն տա որևէ հանքաշահագործման հետ։ Ոչ, որովհետև լրիվ կախված է նախագահից։ Այսինքն ինքնուրույնություն չունեն, նրանք նստած սպասում են թե ինչ կգա վերևից։ Այս է պրեզիդենտական համակարգը, իսկ պարլամենտականը շատ ավելի մոբիլ, շատ ավելի արագ որոշումներ կայացնող եւ վերահսկելի հասարակության կողմից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն լրագրողներից, ուրիշ հարց, եթե չկան, ուրեմն ունեն։ Շնորհակալություն, չեմ հասցրել հարցը կարդամ, տեսնենք, ռիսկ ենք վերցնում։ Դուք ասում, հարց պարոն Իշխանյանին, դուք ասում եք ունեք դատական համակարգ, չունենք դատական իշխանություն, եթե դատական համակարգ կունենայինք, դատական իշխանություն էլ կունենայինք, ամբողջ խնդիրը նրանում է, որ ունենք դատարաններ, չունենք դատական համակարգ։ Հարցը։ Դա սա մի քիչ ինչ ճիշտ հասկացեք։ Դատարաններ, որի անունը դատական համակարգ, դատարան կամ դատական համակարգ նույն բանն է, աշխարհի բոլոր երկրներն ունեն։ Բայց դե որ ասում են դատական իշխանությունն այն, որ դատարանները անկախ են։ Այսինքն ամեն դատական համակարգ չի, որ դատական իշխանություն է։ Հայաստանում կա դատական համակարգ, բայց չկա դատական իշխանություն։ Խոսքը սրա մասին է։ Դատական իշխանությունը պետք է լինի իշխանություն անկախ, գործադիրից անկախ եւ ավելին ձեզ ասեմ, այնպիսի մի հպարտությամբ եւ ինչով որ գործադիր իշխանությունը որևէ ձեով չպետք է նրա վրա ազդի։ Այստեղ շատ բարդ խնդիրներ կան։ Միայն օրենսդրականի չի, օրենսդրականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Այսինքն օրենսդրորեն, ինչպես հանգուցյալ Վլադիմիր Նազարյանն էր ասում էր դատարանների պորտալները պետք է կտրել գործադիր իշխանությունից։ Սա անհրաժեշտ պայման է, բայց այնտեղ բազմաթիվ հարցեր կան, դատավորներին ովքեր պիտի նշանակվեն, այսօրվա դատավորներին, որ նայում ես ովքեր են նշանակում, մեծ մասամբ դատախազության աշխատողներ են նախկին, այսինքն իրանք պատժիչ ֆունկցիա ունեն իրանք մտածողության մեջ։ Գործադիր իշխանության բազմաթիվ մարդկանց երեխաներ են, այսինքն արդեն իրենք կախված են, այսինքն բացի դե յուրե անկախացնելուց բազմաթիվ խնդիրներ կան, որպեսզի ունենանք դատական իշխանություն, բայց այ որ ասում ենք արագ շտապել, չէ, կամ դանդաղ շտապել, այդ համակարգում ես չեմ տեսնում փոփոխություններ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարցը հետևյալն է եւ երևի դուք սկսեք պատասխանել սրան։ Գիտենք, որ պարլամենտական երկիրը ճիշտ է։ Ինչու 20 տարի առաջ սկսեցիք պայքարել դրա համար եւ խնդրեմ նաեւ մյուս իմ հարցին, որ երկու պալատանի համակարգը ինչ եք մտածում դրա մասին։ Շնորհակալություն։ Ես արդեն իմ խոսքում ասացի, որ 20 տարի առաջ էր նման քննարկումներ եղան եւ ասեցի, որ ցավոք սրտի գերիշխում էին կարծրատիպեր, ասեցի դրանց մասին, որ առաջինը, որ պատերազմի մեջ գտնվող երկիր ենք,
եւ չի կարելի թույլատնել իշխանությունը, թե չնայած տեսակ, որ համեմատություն արվեց եւ ասվեց, որ ամենևին էլ այդպես չի, որ ավելի թույլ իշխանություն է եւ այդ իներցիան խորհրդային միությունից եկող եւ խորհրդային միության փլուզումի հետ կապված, որ բոլորը նախագահ են ընտրում, մենք ոնց հանգարց նախագահ չընտրենք եւ վարչապետ ընտրենք եւ իմ ասածները ամենևին չի նշանակում, որ ես 20 տարի առաջ նույն կարծրատիպերի գերին չեմ եղել, այսինքն այդպես չի էլի, որ բոլորս էլ անփորձ այն ժամանակ երիտասարդներ էինք եւ իմաստությունը հենց նրանում է, որ այդ փորձը ժամանակի հետ պիտի արդեն կիրառես եւ ես կարծում եմ, որ հիմա այդ կիրառելու համար շատ հարմար պահ է, ունենք ընտրված նախագահ, որի նաև հավատամքն է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը։ Խորհրդարանական համակարգը մենք այսպես ընդհանուր ենք ասում, բայց շատ տարբերություններ կան, այսինքն իր մեջ էլ պետք տարբերակներ կան, որոնք անշուշտ իրավաբանները, իրավագետները պետք է քննարկեն եւ այդ ի վերջո դուք գիտեք բոլորդ, որ այս ռեֆորմը պահանջում է համաժողովրդական հանրաքվե, այսինքն մինչ այդ պիտի լինի քննարկումներ, հիմա մենք շատ ընդհանուր մոտեցումներ ենք ասում եւ այդ ընդհանուր մոտեցման մեջ իհարկե նաեւ քննարկելի է ենթադրենք երկպալատանի համակարգ լինի, թե չլինի, այստեղ էլ կան եւ կոմ եւ թեր բաներ, ես հիմա անպատրաստ եմ այդպիսի քննարկում անելու, կա նաեւ այստեղ պարոն Բաղրամյանը ասեց օլիգարխների համար հատուկ պալատ անենք, անընդունել է ինձ թվում, պալատ մեկ այլ տեղ, ոչ խորհրդարանում կարելի է անել, ասվեց նաև, որ այդպիսի գաղափար կա, հենց իրենք են կարծեմ շրջանառության մեջ դրել, որ Սփյուռքի համար ինչ-որ պալատ ստեղծվի, քննարկելու հարց է, ինչքանով է դա ենթադրենք ընդունելի իրավական տեսանկյունից, ինչքանով է ընդունելի մեր ազգային առանձնահատկության տեսանկյունից եւ մի հարց էլ ասվեց, որ համակարգ կա դատական, բայց դատարան չունենք, հա, նույն ձևով համակարգ մեր երկրում հիմա բազմակուսակցական համակարգ կա, բայց չնչին բացառություններով նաև կուսակցություններ ըստ էության չունենք եւ երբ որ մենք ասում ենք խորհրդարանական համակարգ, այդտեղ ամենակարևորը, որ ընտրություններին մասնակցում են համամասնական ձևով կուսակցությունները եւ կուսակցություններն են ձևավորում խորհրդարանը։ Հիմա մեր այս որակի կուսակցություններով, որոնք մարդ կուսակցություններ են մեծամասնությունը, փողի շուրջ հավաքված թայֆաներ են, ոնց պիտի հանկարծ ձևավորվի խորհրդարան, հա, նախ Էլի դա հետևանք է այս նախագահական կառավարման համակարգի եւ վերջին երկու նախագահների բոլոր ջանքերի, որ մեր քաղաքական համակարգը փլուզեցին, հա? Ուրեմն դա էլ քննարկելու առարկա է, ուրեմն պիտի հատուկ օրենսդրական պայմաններ ստեղծվեն, որպեսզի մեր կուսակցությունները կամ դառնան նորմալ կուսակցություններ կամ վերանան քաղաքական թաթերաբեմից։ Սա էլ խնդիր է, որը այդ նույն համատեքստում պետք է նայել։ Ես մի փոքր շարունակեմ միտքը, ուրեմն երբ որ ասում ենք մենք նախ պարլամենտական կամ խորհրդարանական համակարգ, ի դեպ ասեմ, որ դա չի նշանակում, որ նախագահ չպիտի ունենա երկիրը, բայց նախագահը, ինչպես ասենք Եվրոպայում կան միապետներ, որոնց իշխանությունը սահմանափակ է, սահմանադրական միապետություններ, կամ նույն Գերմանիան, օրինակ Գերմանիայում կա նախագահ, նույն Իսրայելում էլ կա նախագահ, նախագահը արարողակարգային դեր ունի, ներկայացնում է երկիրը եւ ընդունում է պարլամենտի կողմից որակյալ մեծամասնությամբ, այսինքն նաեւ նրան մասնակցում է ընդդիմությունը, նաեւ շատ դեպքերում տեղական ինքնակառավարումը։ Ինչ ֆունկցիա ունի նախագահը։ Նա հանձնարարում է մեծամասնություն ստացածին կազմավորել կառավարություն, նա կարող է նշանակել, այն նա կարող է նշանակել Արդարացիության խորհրդի կողմից ներկայացված դատավորներին, որովհետև ինքը գործադիր ֆունկցիա չունի գործադիր ֆունկցիա։ Եվ այդ դեպքում շատ հետաքրքրական է, այ տեսեք։ Մեզ մոտ հաճախ ասում են, այ Շուշան Պետրոսյանը օրինակը բերեց, որ մեզ մոտ քննադատում են նախագահին, երբ որ քննադատում ես, ասում են ոնց կարելի է, նա սիմվոլ է։ Գիտեք, նա սիմվոլ չի։ Եթե մարդ ունի գործադիր լծակներ, նա սիմվոլ չի։ Այս սիմվոլը Անգլիայի թագուհին, որին ամբողջ անգլիացիները սիրում են, բայց վարչապետին քննադատում են ամենախիստ ձևով։ Այսինքն երբ մենք ունենք այդպիսի համակարգ, այդ նախագահը իսկապես կլինի սիմվոլ, իսկ նույն վարչապետին ելի մենք պիտի շարունակենք անընդհատ քննադատել։ Ինչ վերաբերում է երկրորդ պալատին,
Ես չգիտեմ, եթե գուցե դա հնարավոր լինի, եթե մենք ունենանք մարզպետների ինստիտուտ, եւ գուցե դրանք որպես տեղականի քննարկարարման ինչ-որ ձևով լինի, դա քննարկելու հարց է, նույնիսկ ես համաձայն եմ ասացի հետ, որ Սփյուռքի հետ կապված ես կողմ եմ, որ ինչ-որ ձևով սփյուռքահայերը մասնակցեն Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Առայժմ մենք խոսում ենք հիմնական սկզբունքի մասին, իսկ այդ մանրամասները դրանք քննարկելու հարցեր են։ Շնորհակալություն, ես 3 հատ հարց կմիացնեմ իրար, մի քիչ իրար շատ կապ չունեն, բայց ինչ է կարծում, եթե նոր սահմանադրության հարցը առաջանա, ճիշտ կլինի Հայաստանի Հանրապետությունը վերանվանել Արևելյան Հայաստանի Հանրապետության Սահակ Սահակյանի կողմից եւ հարց հնչվեց անկախ առանձին, ճիշտ գործադիր մարմինից առանձին վերահսկող կոմիտե ստեղծելու կողմ եք, դեմ եք, ինչ կարծիք ունեք դրա մասին եւ մարզպետարանները ավելի անկախացնել կամ մարզպետին եւ մարզպետարանները ավելի անկախացնել կենտրոնական համակարգից devolution-ի մասին։ Անկախ վերահսկիչ պալատ մեր երկրում կա, որքանով է անկախ, որքանով է բավարարված դրա գործունեությամբ, դուք ինքներդ որոշեք, բայց դա ճիշտ է, ամբողջ աշխարհում այդ փորձը կա եւ կիրառվում է, շոտնի պալատաներ են կոչվում, հաշվիչ պալատներ են կոչվում, մեզ մոտ այդպես է կոչվում, դա կիրառելի է։ Արևելյան Հայաստան։ Արևելյան Հայաստան սրանից ուրեմն 20 տարի առաջ քննարկված արդեն հարց է եւ մերժված է դեռ անկախության տարիներին, այստեղ ավելի շատ զգացական բան կա, ինչ-որ ռոմանտիկ բան կա, ես ճիշտ ասած կողմակ ոչ թե անվանն եմ կարևորություն տալիս, այլ կարևորություն եմ տալիս, որ նորմալ երկիր լինի, ինքնապաշտպանության ունակ լինի, վիզը ծռած երկիր չլինի, անունը ինչ ուզում եք դրեք, հա? Երորդ ինչ է? Երորդ հարցի մարզպետները։ Մարզպետների նույնպես քննարկված հարց է, մարզպետների ընտրովի լինել չլինելու հարցը եւ նույն այդ պատճառաբանությամբ ժամանակին մերժվել է էլի, որ պատերազմող երկիր ենք, մեզ պետքա ուրեմն իշխանության ուղղաձիգ կառուցվածք, դե տեսնում ենք այդ փորձը, մարզպետները ըստ էության դարձել են նախագահի, նախագահականի եւ կառավարության ներկայացուցիչները տեղերում եւ քանի որ այս իշխանությունը ապօրինի է եւ օրենք չհարգող է, այդ նույն մարզպետներն դառել են ուղղակի այդ ապօրինություններ անողների կամակատարները։ Ինչ խոսք, եթե մենք մեզ հաջողվի անցնել ընտրական համակարգի, ճիշտ կլինի, որ ժողովուրդը ինքը ընտրի մարզպետներին, իմ կարծիքը դա է։ Ես էլ մարզպետներից սկսեմ, գիտեք, մարզպետների հետ կապված երբեմն մտավախություն կա, որ գիտեք, մենք բոլորս թագավոր ենք ծնվում, որ մարզպետները կարող է կենտրոնախույս ճանապարհով գնան։ Գիտեք, օրենք կա, օրենքով սահմանված է լինելու մարզպետների լիազորությունները, որ իրենց մարզի տնտեսական հարցերից դուրս որևէ բանոց, եթե հանկարծ փորձեց ինչ-որ ուրիշ հարցով զբաղվել, գոյություն ունի դատարան եւ իրավապահ մարմիններ։ Այսինքն մարզպետների ընտրովիությունը շատ կարևոր է։ Տեսեք, քաղաքապետի ընտրություն որ եղավ Հայաստանում, իհարկե նույն տրադիցիոն ձևով եղավ ավականու ընտրությունը, որով քաղաքապետ, բայց ես համարում եմ դա մի քայլ առաջ կան նախկին նշանակովին էր։ Դուք պատկերացրեք, որ լինի 9 մարզերում նույնպես ընտրություն։ Մենք ունենանք հերթական ընտրական մեխանիզմներ եւ արդյոք իշխանությունը կարող է ամենտեղ կեղծիքներ անել։ Շատ ավելի կդժվարանա եւ կլինեն հակակշիռներ իշխանության։ Ես կարծում եմ, որ ապայման կապ պետք է լինեն գուցե նույն ձևով ինչ որ էլի քննարկելու հարց է։ Ավականիների ընտրություն մարզերի եւ այնտեղից մարզպետի ընտրությունը, որը կտա շնչելու ինքնուրույնության մի նոր ուղղություն կտա։ Մյուսը լավ Արևելյան Հայաստան, գիտեք, ես ճիշտ ասած անկեղծ ասեմ, մենք մի փոքր մեր Հայաստանի նշանակությունը կնսեմացնենք։ Ես ճիշտ ասած եկան կողմ չեմ, ես Հայաստան է կոչվում, Հայաստան է թող մնա։ Որպես բանես ես։ Չէ, ես ասեմ իմ հարազատներն են մեծ մասը արևմտյան Հայաստանից, իհարկե դա մեր ցավն է, դա մեր հիշողությունն է եւ անդադապտիվ, բայց գիտեք, ես հիշեցի բանին են
20 թվականին, 20 թվականին, երբ որ երկու պատվիրակություններ մասնակցում տարբեր տիպի բաներին, այդ քննարկումների Լոզանում, տարբեր տեղեր, դա խայտարակություն էր։ Ամեն դեպքում պետությունը այս է։ Սևրում բանում, հա։ Այս հարցը ճիշտ ասած ինձ էլ է շատ հետաքրքրում։ Փաստորեն կուսակցություններ որպես այդպիսին, որ ունեն գաղափարախոսություն, մի անձով չեն պայմանավորված, կամ ինչպես հարցի մեջ են նշվում, չեն զանգում, ասում ոնց քվեարկենք։ Այդ կուսակցություն, եթե ընդունենք կուսակցությունները այսպես են Հայաստանում, այդ կուսակցություններին կարելի է վստահել պարլամենտական համակարգ։ Ես հենց այդ մասին խոսեցի, որ նաև այդ բարեփոխումների շղթայի մեջ անպայման պետք է նախատեսել կուսակցությունների համար ստեղծվի այնպիսի օրենսդրություն, որ ուրեմն նրանց գործունեությունը մաքսիմալ բաց եւ թափանցիկ լինի։ Ընդհանրապես օրինակ շատ տարածված բան է, ասում են, չէ, Հայաստանի նման փոքր երկրում 80 թե 80-ից ավել կուսակցություններ կա։ Սա ինչի հետևանք է։ Սա առաջին հերթին այն բանի հետևանք է, որ մեր մոտ չի աշխատում ընտրական համակարգը։ Եթե մեր երկրում նորմալ ընտրություններ լինեին, ապա բնականաբար պայմանները այնպիսին կլինեին, որ կուսակցությունները կտեսնեին, որ իրենց պետք է խոշորանալ, իրենց պետք է արդյունավետ գործել եւ մաքսիմալ էլեկտորատի վրա աշխատեն, չէ՞, այսինքն իրենց պետք են ուղեղներ, որ նոր ծրագրեր, այդ ծրագրերով գայթակղեն ժողովրդին, համոզեն, առաջ տանեն, հռետորներ են պետք, հա, խարիզմատիկ անձնավորություններ են պետք։ Բայց այս քանի որ ընտրություն չկա, այդ բոլոր շահագրգռվածությունները մի կողմ են դրված, ուրեմն պետք են փողի տոպրակներ, պետք են ուրեմն բաներ, շուստրի քաղաքական գործիչներ, որոնք կգնան տարբեր ուրեմն ալյանսներ, տարբեր ուրեմն պայմանավորվածություններ, բազարների ու արդյունքում մենք տեսնում ենք, որ հիմնականում հենց այդպիսի կուսակցություններ են եւ հենց այդպիսի գործունեություն ենք տեսնում մեր խորհրդարանում, հա։ Հիմա ինչ կարելի անել։ Ուրեմն առաջին բժիշկը նորմալ ընտրական համակարգ անելը եւ մենք կտեսնենք, որ անպայման դա կբերի կուսակցությունների գործունեության արդյունավետության բարձրացման եւ խոշորացման եւ այդ չգործող կուսակցությունները, որոնք միայն առևտրի համար են կամ ձևականության համար, ավտոմատ ձևով կվերանան։ Ուրիշ խնդիր էլ կա։ Կարծում եմ, որ պետությունը որպես կարևոր պետական խնդիր պիտի նաեւ դիտի կուսակցությունների գործունեության ներքին ժողովրդավարության եւ ֆինանսական մակրության հսկողությունը։ Միգուցե դա առանձին մի դատախազ լինի, թե ինչ լինի, որովհետեւ տեսեք, եթե կուսակցությունը ինքն իր ներսում չի կարողանում ժողովրդավարական process ապահովել, այսինքն իր ներսում մրցակցություն չկա, իր ներսում արդար ընտրություն չկա, իր ներսում ազատ կարծիքների փոխանակում, կարծիքների բախում չկա։ Եթե ինքը եկավ խորհրդարան եւ մեծամասնություն կազմեց, եթե ինքը այդ ավանդույթները չունի, ինքը ոնց է այդ ավանդույթները սերմանելու երկրում, հա։ Ուրեմն սա էլ շատ կարևոր խնդիր է, որ կուսակցությունների օրենսդրությունը այնպիսին պիտի լինի, որպիսի թեկուզ զորով պարտադրի, որ կուսակցությունները պիտի գործեն բաց, կուսակցություններում ոչ թե մեկը պիտի փողատերը լինի եւ բոլորին թելադրի, այլ կորպորատիվ բնույթ պիտի կրեն, այսինքն հավասար անդամավճարի միջոցով պիտի ձևավորվեն կուսակցությունների բյուջեները, ինչը թույլ կտա, որ ամեն կուսակցության շարքային անդամ իրավունք ունենա մրցակցության մեջ մտնելու մեկ ուրիշի հետ։ Դուք պատկերացնում եք հիմա ենթադրենք Բարգավաճի կուսակցության մեջ մեկը որոշի մրցակցել Ծառուկյանի հետ։ Դա ֆանտաստիկայի ոլորտից է ուղղակի, չէ՞։ Հասկանա։ Ես համարյա ավելացնելու բան չունեմ, միայն մի բան կարող եմ հիշել, որ իսկապես կուսակցությունները զարգանում են ընտրությունների միջոցով, եւ երբ որ ընտրություններում անդադ անհաջողություն է կրում ընդդիմադիր կուսակցություն, սկսում է դեգրադացիա։ Դա իմ կարծիքով կարելի է քննադատել, բայց դա բացատրելի է։ Երբ որ արդեն հաջողության հույսը կորում է, սկսում է կուսակցության դեգրադացիա եւ սկսում են տարբեր ձևերով, եթե այսօր տեսնեք մեր խորհրդարանը տեսնեք, կառավարությունը տեսնեք, լիքը մարդիկ կան, բազմաթիվ մարդիկ կան, որոնք նախկինում եղել են ընդդիմությունից, բայց ընտրություններով չեն եկել իշխանության։
հետո տարբեր ձևերով են եկել, այսինքն եւ համաձայն եմ 95 թվականի մինչեւ 95 թվականի պարլամենտական ընտրությունները, որ առաջի այսպես ասեմ քննություններ Հայաստանի ժողովրդավարացման հարցում եւ ձախողվեց, այն ժամանակ Հայաստանում կային ազդեցիկ կուսակցություններ նույնիսկ գուցե ներքին ժողովրդավարությամբ։ Դրանից հետո դեգրադացվեց եւ սկսեցին իսկապես կուսակցություններ ստեղծել զուտ բանակցությունների համար եւ մի կտոր փոկելու համար։ Եվ անունը այսքան կուսակցություն աջակցում է այսինքն, այսքան կուսակցություն այսինքն։ Այսինքն ինչ վերաբերում է ստուգումներին, այդ վերահսկողությանները լրիվ համաձայն ենք, բայց պարլամենտական համակարգի անցնելուց անկախ դատարան ունենալուց հետո այսօր որ սկսվեն, դա կլինի ընտրովի, միայն կսկսեն ստուգել ընդդիմադիր կուսակցություններին։ Շնորհակալություն պարոն Նայք, եթե լրագրողների կողմից հարցեր չեմ տեսնում, ես կհրավիրեի պարոն Հովհաննիսյանին, սրանք հարցեր չեն, բայց քանի գրել եք, եկեք ուրեմն կոմենտ է, նախ իշխանությունը հոժար կամքով չի հանձնի, ժողովուրդը չի դուրս գալիս մասսայական երևի ցույցերի, լենինական, կիրովական եւ մյուս քաղաքները մտահոգություն, երկրորդը, որ ավելի երևի հարց է, այս առաջկա ավելի ճիշտ առաջի օրը անուններ նշվեց եւ հարցը մտահոգված հարց է, ինչու այդ քաղաքական գործիչները սպասում են սկուտեղով, որ իրենց այդ պորտֆելները տան, նոր գան հրապարակ, թե ոնց կարելի է իրենց չգիտեմ կայթակղել, ապրիլի 10-ի օրակարգը ինչպես է լինելու, եթե Սերժ Սարգսյանը երդվեց, ժողովուրդը ինչ պիտի անի, եթե ասելիքներ ունեք սրանց... Ես մի բանով չեմ ասելիք, ճիշտ ասած չէի ուզում զուտ կուսակցական քաղաքականության անդրադառնալ, բայց պետք է ասեմ, իմ կարծիքով իրենց ընդդիմություն հռչակած շատ ուժեր մեծագույն խանդով են վերաբերում Ռաֆի Հովհաննիսյանի հաջողությանը։ Եվ իրենց համար ավելի լավ է մնա այս վիճակ, եթե իրենք չեն գալու իշխանության, եթե իրենք չեն։ Ես ցավով այս եմ արձանագրում, իմ տպավորությունը այսպիսին է։ Եվ մի բան էլ ասեմ, որ Հայաստանի նաև ընդդիմադիր հռչակված եւ իշխանական բոլոր ուժերն էլ այս 20 տարվա ընթացքում այս կամ այն չափով կամ իրենք են կեղծիքներ արել, կամ մասնակցել են կեղծիքների եւ այլն։ Եվ այդ տեսակետից իրենք իրար հասկանում են։ Իսկ այս շարժումը իրանց համար անհասկանալի է։ Շնորհակալ։ Համաձայն եմ Ավետիքի հետ, ճիշտ ասած մեր այսօրվա թեմայից դուրս հարցեր են եւ բայց բոլորիս հուզող հարցեր են, ես կարող եմ իմ անձնական կարծիքն ասել, ինձ այդքան չեն հետաքրքրում կուսակցությունները, որտեղ արդեն ասեցի, որ դրանց ճնշող մեծամասնությունը դասական առումով կուսակցություն էլ չէ, ինձ հետաքրքրում է ժողովուրդը։ Հիմա ասում եք, որ անկում է, բայց այսօր հանրահավաք չի, բայց ես տեսնում եմ եւ շնորհակալ եմ դրա համար, որ շատ լավ էլ մասնակցություն կա այս քննարկմանը։ Ես այլ ելք չգիտեմ, ես կողմնակից եմ խաղաղ ճանապարհով այս իշխանություններին հասկացնել եւ պարտադրել, որ ժողովուրդը այլևս չի ուզում հանդուրժել այս որակի մարդկանց եւ այս որակի իշխանություններին։ Դրա ձևը որն է։ Դրա ձևը որքան հնարավոր է շատ հավաքվել, համախմբվել եւ ամեն քայլափոխի մենք պետք է ցույց տանք մեր մերժումը, մեր դրժումը։ Դրա այդտեղ շատ կարևոր դեր ունեն մեր երիտասարդությունը։ Բազմաթիվ ձևեր կան քաղաքացիական անհնազանդության, սկսած տարբեր տեսակի ֆլեշ մոբերից ավարտված շատ ավելի խորամանկ ուրեմն ակցիաներով։ Ցավոք սրտի այս բանը ոգևորությունը, որ առաջին օրերին կար եւ մենք էլ կարծեմ բոլորս էլ խրախուսում էինք այդ կարգի ինքնագործունեությունը, ոնց որ ինչ որ մարման է գնում, ես կարծում եմ, որ մեր բոլորի, նաեւ մեծահասակների խնդիրն էլ է, որ ամեն ձևով ներգրավենք համոզելով,
ագիտացիաներով նոր մասաներ, որովհետև այդ մարդը երեկել ասեց, ինչ որ թվաբանություն էր անում, ասում էր, եթե 0.1%-ն է, ինչի պիտի բանի տեղ դնեմ, դուրս է գալիս, որ ինչ որ թվի պիտի բանի տեղ դնի, հա, թող հայտարարի այդ թիվը, մենք էլ իմանանք ինչ թիվ է, բերենք այդ թիվը կանգնացնենք, բայց պայմանով, որ պիտի գնաս այդ դեպքում։ Ես համոզված եմ, եթե ժողովուրդը Եթե ինքը այդպիսի թիվ հայտարարի եւ ասի այդ թվի դեպքում գնում եմ, ես համոզված եմ ժողովրդին կոչ կանենք, կընկնենք գյուղ գյուղ, քաղաքից քաղաք, կբերենք այդ թիվը։ Այդ ամենահեշտ խնդիրը կլինի։ Շնորհակալություն։ Այստեղ կարևոր հարցեր են, պետք է բարձրացնենք։ Նախ ռիփսիմի հետո, հա, կարող է ձեզ հետո հերճացնի, բայց, հա, օքեյ, լավ։ Ինչ Չէ, ստեղից սկսենք։ Պարոն Ռուբինյան, Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից մեկն էլ դուք եք եղել։ Ինչու չպայքարեցիք այն ժամանակ օրինական պետության ստեղծման համար, երբ նախագահ ընտրվեց Վազգեն Մանուկյանը, բայց չկարողացավ նախագահ դառնալ, անանուն է։ Խնդրեմ պատասխանեք մնացել։ Շատ շնորհակալ եմ, որ այդպես եք կարծում, որ հիմնադիրներից մեկն եմ, բայց ես այդպես չեմ, ավելի համեստ եմ գնահատում իմ մասնակցությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքն էլ ասեց առնվազն վիճահարույց ընտրություններ են եղել, ճիշտ ասած դառնում է հեղինակային երեկո, ես չգիտեմ արժի, որ հիշողություններս պատմեմ, իմ մասնակցությունը այդ ընտրություններին։ Ես եղել եմ պատասխանատու Լորվա մարզում, ամբողջ օրը անցկացրել եմ ուրեմն Վանաձորում ընտրությունների հետ կապված եւ իմ խնդիրը եղել է օրինականության ապահովումը։ Ես խնդրում եմ իմ անկեղծությանը հավատաք, ոչ մի հանձնարարություն չեմ ունեցել, ոչ մի խախտում չեմ կազմակերպել, ավելին այն ժամանակ հեղինակություններից մեկը կար, անունը չեմ ուզում տամ, չգիտեմ էլ կենթանի է թե արդեն մահացել է, եկավ ասեց, ես կան հոգանոց ջոկատ երեկոյան կողմներ, ես կան հոգանոց ջոկատ ձեր տրամադրության տակա գնանք ջարդենք փշրենք, ասել եմ հոգ, հանգիստ գրացեք, ձեր տեղը նստեք, միայն օրինական ընտրություններ։ Գիշերը վերադարձել եմ Երևան, արդեն իմանալով, որ Վանաձորում պարտվել է, ենթադրենք, Լևոն Տեր-Պետրոսյանը, վերադարձել եմ Երևան, քնել եմ, առավոտյան զարթնել եմ, եկել եմ խորհրդարան, ինձ զանգել են, ասել են Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է եւ ես գնացել եմ այն շամպայն խմելու, որ Ռաֆին շատ է սիրում այդ։ Ճիշտ ասած, հետո արդեն ինֆորմացիան հետո է գալիս, թե կուսակցական ընկերներ կան, մասնակիցներ կան, նույն ձևով ենթադրենք այս ընտրություններին, որ մեկ էլ գալիս են ասում են աշտարակի այս գյուղում հանձնաժողովի այդ անդամը ասեց այ մարդ լցրեցինք, էլի վերջում հաշվեցինք Ռաֆի Հովհաննիսյանը կրած դուրս եկավ։ Նույն ձևով այն ժամանակ էլ ինֆորմացիան գալիս էր, որ այնուամենայնիվ խայտառակ ընտրություններ են եղել եւ մի անգամ այդպիսի առիթ եղավ Լևոն Տեր-Պետրոսյանը, գիտեք, իրեն շրջապատը միշտ իր գործը անում է, չէ, իրեն էլ համոզել էին, որ ՀՀՇ-ն դավաճանել, դրա համար այդպիսի վատ արդյունքներ են եղել, մի անգամ այդպիսի բան ասեց, ես ասեցի լավ էլի, իմ ինֆորմացիայով ընդհակառակը ոչ միայն չի դավաճանել, այլ ՀՀՇ-ն, ոնց որ հիմա հանրապետականը այդ ապարատը աշխատացրել է իր օգտին։ Ցավալի է եւ ցավալի է, որ այն ժամանակ բան չեղավ, ես դրա մասին գրել եմ, դրա համար հանգիստ հիմա եմ ասում, այն ժամանակ այդ քննությունը այն իշխանությունները, որի մասը նաև ես էի, չբռնեցինք, հա, որովհետեւ որպեսզի ժողովրդավարական դառնա երկիրը, մեկ արդար ազնիվ ընտրությունն էլ բավարար չի։ Այդ ընտրություններից հետո իշխանությունը մի անգամ էլ պետք է ազնիվ ընտրություններով փոխվի, որ նոր իմանանք, որ այդ երկիրը ժողովրդավար է դարձել։ Էլի եմ ասում, խորը ցավով եւ իմ մեղքն էլ ընդունում եմ, այն ժամանակ այդ քննությունը մենք չկարողացանք բռնել եւ երևի այս հետևանքները դրա պատճառով են։ Ես ուղղակի մի բան կուզենայի ասել,
ես ողջունում եմ Կարապետ Ռուբինյանին, որ հազվագյուտ Հայաստանի քաղաքական գործիչներից է, որ իրենց սխալներն ընդունում են։ Սա շատ կարևոր է։ Մեզ մոտ որևէ մեկը չի ուզում ընդունի իր սխալը։ Ես ինքս անձամբ, ես այդպեսի քաղաքական գործիչ չեմ եղել պետական պաշտոնյա, բայց ես երբեք չեմ խուսափում ասել այ հարցում ես սխալվել եմ։ Օրինակ, ես ինքս ընդունում եմ, ես սխալվել եմ ընտրություններից առաջ հույս չունենալով, որ Ռաֆի Հովհաննիսյանը հաջողությունը այսպես փայլուն կլինի։ Ես ընդունում եմ իմ սխալը։ Վերջի երկու հարցը Սահմանադրության մասին է, գերակաշահի մասին օրենքը համարում եք ճիշտ թե սխալ կամ վերանայման ենթակա եւ ինչ կարծիք եք վարչապետի դերի բարձրացման մասին, որպեսզի չլինի ինչպես հիմա կարդում եմ սա ընդհանրապես խամաճիկ եւ կատարող, ինչ եք մտածում падգամավորների անձեռնմխելիության մասին, խնդրեմ։ Եվ պատգամավորների։ Ինչ խոսք, որ պետական գերակաշահ գոյություն ունի եւ այն պետք է օրենսդրորեն ամրագրել։ Բայց իրականում մենք ինչ տեսանք հենց այս նույն հյուսիսային պողոտայի մյուս տեղերի հետ կապված։ Ոչ թե պետական գերակաշահի հետ մենք գործ ունենք, այլ օլիգարխները հաստատեցին օլիգարխիական գերակաշահ։ Պարզապես ուրեմն հանուն այս պրոյեկտի մարդկանց իրավունքները ամենակոպիտ ձևով ոտնահարվեցին, մարդիկ զրկվեցին տներից, մարդիկ զրկվեցին ուրեմն համազոր փոխհատուցումից եւ սա անվանել, որ պետական գերակաշահ է, չի կարելի ոչ մի դեպքում։ Սա այս դեպքում մենք գործ ունենք պետական հանցագործության հետ եւ դրա հովանավորը եւ կատարողը Ռոբերտ Քոչարյանն է։ Վարչապետի դերակատարությունը, այն համակարգը, որի մասին մենք այսօր խոսում ենք եւ կոչ ենք անում, որ պետք է անցնել այդ համակարգին, ուղղակիորեն ենթադրում է, որ վարչապետը դառնում է երկրի համար մեկ գործադիր դեմքը, ղեկավարը Եվ պատասխանատու։ Եվ պատասխանատուն, հա, այդտեղ իր դերակատարումը կտրուկ մեծանում է, բայց նաև հավասարակշռություն է ստեղծվում խորհրդարանի կողմից, որովհետև եւ վարչապետը, եւ իր կաբինետի անդամները, եւ ասեցինք բոլոր նշանակումները այլ պաշտոնների, դեսպանների եւ այլն, ընկնում են խորհրդարանի ուղղակի վերահսկողության եւ հակակշռի տակ։ Անձեռնմխելությունը ճիշտ ասած ինձ համար ոչ էական բան է, որովհետև մինչև հիմա այդ բանը անձեռնմխելիությունը մենք տեսել ենք չի աշխատում այն դեպքերում, երբ որ падգամավորները ընդդիմադիր են, շատ լավ էլ տանում են պարլամենտում, զրկում են այդ անձեռնմխելիությունից ու բանտ են ուղարկում, իսկ իրենց համար եթե իշխանություն են, էլի նշանակություն չունի, որովհետև դա վերջին իրենց պատվարը կարող է լինել, առանց այդ ինչ ուզենում են անում են։ Գերակաշահի մասին ես երկու խոսք ասեմ, իհարկե գերակաշահ կարող է լինել, համաձայն եմ Կարապետյան։ Ով է որոշելու արդյոք այս կառավարության այսինչ հարցը որոշումը գերակաշահել թե ոչ։ Էլի գալիս եք նույն խնդրին դատարանը, եթե մարդը դժգոհ է։ Որ դատարանը։ Գործադիրից կախված դատարանը, ինչ որ եղավ Հյուսիսային պողոտայի Բյուզանդի պողոտի հետ, եւ որ բոլոր դատարանները որևէ մեկը հակառակ վճիռ չկայացրեցին։ Երբ մարդու իրավունքները եվրոպական դատարանում իրար հետից պարտվում են։ Այսինքն գերակաշահը պետք է լինի միայն մի դեպքում, եթե դու ունես անկախ դատական իշխանություն, որը պետք է որոշի իսկապես դա գերակաշահ է թե ոչ։ Այս դեպքում դա ավելի լավ է չլիներ ընդհանրապես եւ սեփականությունը լիներ անձեռնմխելի, քան թե գերակաշահ լիներ։ Սա հաջորդը, որը վերաբերում էր վարչապետին, գիտեք, էլի այսօրվա կառավարությունը վարչապետը, դա գիտեք ինչ է, ինքնուրույնություն չունեցող մարմին է։ Դա պետք է ունենա ինքնուրույնություն, ունենա նաև պատասխանատվություն եւ լիազորություն։ Այսօր նա ունի պատասխանատվություն, չունի լիազորություն եւ որևէ բան չի կարող ինքնուրույն անել։ Վաղը մյուս օր եթե ինքնուրույն ինչ-որ մի քայլ անեց, ցանկացավ նախագահը եւ իր թիմը կասի, ինչ ես անում։ Եթե իրենց ճահերից հակառակն է։ Պարլամենտական համակարգի անցնելու դեպքում ինքն ունենում է մեծ լիազորություն եւ մեծ պատասխանատվություն եւ անընդհատ վերահսկողություն։
Իսկ անձնմխելիության հարցին չանդրադառնամ, իսկ դիվ համաձայնեմ, դա երկրորդական հարց է, եւ եթե մենք նորմալ իրավական պետություն ունենանք, դա բացարձակապես իր հետաքրքրությունը կկորցնի։ Այսօր էլ է կորցրած։ Ինքը երևույթը ոչ իրավական պետությունում համարում թվում է թե դրական է, բայց ունենալով բացարձակ մեծամասնություն իշխանությունը այդ օրենքի չի աշխատում։ Դիվ համաձայնում Ռոբերտ Կարապետի հետ։ Շատ շնորհակալություն պարոն Այկ, այսօր եզրափակում ենք արդեն երևի ամենալավ եղանակներ այսօր ու նաև հարցերն էլ երևի դրանից էին լավացել, խնդրեմ, եթե հրատապ է Հայաստանի նման փոքր երկրին 131 պատգամավոր պետք է հետաքրքիր հարց է, խնդրեմ։ Գիտեք, 131-ը առանձնապես մեծ թիվ չի։ Կարելի է խոսել մի փոքրացնելու մասին, 101 դարձնելու եւ այլն, բայց ես ասեմ 131-ը շատ մեծ թիվ չի իմ կարծիքով։ Բայց կարելի է մտածել մի ավելի փոքրացնելու մասին։ Բայց Հայաստանի պես փոքր երկրի համար պետք է նորից եմ կրկնում, պետք է դինամիկ, մոբիլ զարգացում իշխանության տարանջատում, ինչի մասին որ խոսում ենք։ Իմ կարծիքով այս խորհրդարանի համար, որի ֆունկցիան ընդամենը կառավարության եւ նախագահի որոշումները դակելն է, 131-ը շատ է, կարելի է մի հոգով էլ բավարարվել, ենթադրենք Գալուստ Սահակյանը կարող է լինել, մաքսիմում թող Շարմազանովն էլ լինի, բայց այն համակարգը եւ այն երկիրը, որ մենք ենք պատկերացնում, իսկ մենք ասացինք, որ այդ համակարգում խորհրդարանը շատ կարեւոր եւ վճռորոշ դերակատարություն պետք է ունենա եւ ըստ էության ինքն է միակ մարմինը, որ ժողովրդի խոսքը եւ կամքը պիտի իրականացնի, այդ դեպքում կարող է 131-ը քիչ էլ լինի, որովհետեւ ինչքան ես գիտեմ, այդ հանձնաժողովները ձևավորելու խնդիր հիմա կա օրինակ։ Ճիշտ է, հիմա այդ հանձնաժողովները առանձնապես պետք չեն, բայց ապագայում պետք կլինեն։ Իդեպ ձեզ մի բան ասեմ, իսկ կներեք ավելացնեմ։ Արդյունավետ կառավարման համար, որպեսզի արդյունավետ լինի կառավարումը, այդ իհարկե պետք է մեծ ապարատ չունենալ, բայց այդ դեպքում այդքան ծախսերի մասին չարժի մտածել, գուցե լավ ծախս է պետք արդյունավետ կառավարման համար, բայց մեզ մոտ ես էլ դրիվ համաձայն եմ, Կարապետը արդեն ասեց, քանի որ չկա արդյունավետ կառավարում, այդ ամբողջ ստրուկտուրաները անիմաստ են։ Օրինակ ինչի համար է պետք էկոլոգիայի նախարարությունը, թող չլինի, մեկը ինչ որոշում են անում են, նույնը մնացած նախարարությունները։ Հա, նույնը վերաբերում է նախարարություններին, նույնը վերաբերում է պարլամենտին, նա մի հոգի որոշում է, թող իրանց համար որոշեն, ուղղակի մնացածը կատարողներ լինեն։ Այս մենք ունենք ձևական ֆասադը, բայց չունենք էությունը։ Իսկ մեր ասած, մեր պատկերացրած երկրում այդ ամեն ինչը պետք է իրենց էություն ունենան, իրենց ծրագիր ունենան եւ անդադ մեր աչքի առաջ լինեն, թե ինչպես են նրանք աշխատում։ Շնորհակալություն։ Եկեք բարևենք պարոն Հովհաննիսյանին։ Նախ ծափահարենք Կարապետին, Աբեդիկին եւ Լևոնին հրաշալի քննարկման համար։ Այսօր իմ մամուլի ասուլիսի ժամանակ ասացի, որ եթե ոնց որ Կարապետը հիշեց, եթե քանակ է ուզում, եթե իր հնացած միակ չափանիշը քանակ է, ոչ թե գբերենք, այլ գյուղը եւ քաղաքը ինքը իր կամքով գգա եւ կպահանջի եւ կհասնի այդ նպատակին։ Բայց մի բան բարձ է, որ մենք այնպես փորձարու միտինգավոր ժողովուրդ չենք։ Մենք գույր հավատացյալ չենք, Ռաֆի համար եկած չենք։ Մենք եկել ենք Հայաստանի ապագայի սահմանադրական, իրավական, ժողովրդավարական պետություն ունենալու համար։ Եվ դրա համար թող իր ապարատները, որ հիմա մեզ նկարում են եւ հաշվում են, այն սխալ, մի փոքր 10 անգամ կամ 20 անգամ քիչ են հաշվում հատուկ թվապանությամբ։ Թող իրենք իմանան, ինչպես ասացի այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, որ մենք ոչ միայն հրապարակում ենք, մենք հանրային տրանսպորտի մեջ ենք, մենք սրճարաններում ենք, թատրոններում, եկեղեցիների մեջ, գյուղերում, համալսարաններում, մենք ամեն տեղ ենք, մենք արդեն բաշարել ենք Բաղրամյան 26-ը, որտեղ պատկանում է արդեն Հայաստանի ժողովրդին։
իմ սիրտը լցվում է այսօր հպարտությամբ, որտեղ այդ որակը, որ այսօր ներկայացրին մեր զեկուցողները, ինչպես նաև երեկ եւ առաջի օրը, եւ նաև այդ լսարանը, որ կա այստեղ, Երևանից, Սյունիքից մինչև Շիրակ եւ Լորի, Սփյուռքի մեր հայրենակիցները, նոր Հայաստանի որակն է։ Նոր Հայաստանի որակը այսպես է։ Եվ այնուամենայնիվ, էլի մարդիկ կան, այն էլ իշխող կուսակցության մեջ պատասխանատու պաշտոն սպաղեցնող, ովքեր ասում են, որ եղել են խորհրդային այլախոհներ, ովքեր այս որակը գնահատում են սատանայական։ Հիմա ես չեմ պատասխանելու նույն գեղդոտ, հագահայկական, ամոթալի, անամոթ լեզվապաշարով, բայց բարձրապես ասում եմ, որ սատանան պատկանում է այդ ուժին կամ ուժերին, կուսակցական լինեն թե արտակուսակցական, այդ մարդկանց, այդ պաշտոնյաներին, ովքեր փետրվար 18-ին փորձեցին հերթական անգամ գողանալ ընտրությունը, խեղել քաղաքացու արժանապատվությունը եւ սահմանադրական իրավունքը, իսկ փետրվար 18-ին քաղաքացին հաղթեց սատանային։ Դրա համար լրեք։ Այնպես որ այս նոր Հայաստանի թե որակը, թե քանակը մենք դանելու ենք մինչև ապրիլի 9 եւ դրանից հետո, եւ դա ես միայնակ չեմ անելու եւ չեմ կարող անել։ Դա միասին պիտի անենք։ Ես ամեն մի նիստից շատ բան եմ սովորում, դաս քաղում եւ հավատացեք, որ այս զեկուցողները նաեւ պիտի լինեն ձեր նման առանցքային դերակատարներ նոր Հայաստանում։ Շնորհակալություն այսօր այս նիստին մասնակցելու համար։ Կարոն, բարև ձեզ։ Գրգնեմ ժամը 7-ին այսօր մենք օրվա լրահոսին հետևում ենք ձայնասփյուրով, ռադիոյով, 8-ին մեր երդասարտները մեզ ջահելացնում են ձեր ձախ հարթակի վրա։ Վաղը 12-ին Հովսեփ Խուրշուդյանը ասուլի, ժամը 5 Ժիրայր Սեֆիլյան, քաղաքացիական այս բաց խորհրդում, 5 շաբթի ժամը 4-ին իմ ասուլիսն է, ժամը 5-ին Արմեն Մարտիրոսյանը, որը ավարտում է այս առաջի շաբաթվա շարանը, մյուս շաբաթ կունենանք նոր անուններ, իսկ մեր մեծ հաղթահավաքը կլինի ուրբաթ ժամը 6-ին եւ կարծում եմ, որ կարեւոր ասելիք կունենանք։ Դրա համար շնորհակալություն եւ բարի երեկո բոլորին։ એક հատ ժամանակ